Բազզարգելի բարեկամներ, ինչ սարսափելի տեղ կլիներ աշխարհը, եթե մենք տեսնեինք մարդկանց իրական դեմքերը։ Ինչու եմ այս տողերով սկսում հաղորդումը, գուցե ինչ որ նույնիսկ շոկային թվա, բայց որքան շատ եմ ապրում այս աշխարհում, այնքան շատ եմ սկսում սիրել կենդանիներին։ Որովհետև ամեն օր գրեթե ամեն օր տարբեր առիթներով ստիպված ենք լինում բացահայտել այս դեմքերը, որոնք այս օսլայած օձիքի տակից չեն երևում, այս կեղծ բարեպաշտության հետևից չեն երևում։ Ես շատ եմ լսում այդ հարցերը, թե ինչու է աշխարհը այսքան դաժան, ինչու է անարդարությունն այդքան շատ։ Գիտեք, այդքան դաժան ու շատ չի, ինքը կարող է ավելի դաժան եւ ավելի շատ լինել, եթե ամեն ինչ իր հերթականության միանգամից վերադառնար։ Ուղղակի բնության մեջ կա այդ պաուզան, էլի, ամեն ինչ միանգամից չի գալիս, այս պաուզա է վերցնում, հետո միասին շարաչունով հետ է գալիս։ Ու այն, որ ինչ կատարվում է մեր բոլորի հետ, երկրի հետ, քաղաքակրթության հետ, աշխարհի հետ գլոբալ իմաստով, այս ամեն ինչը դրա հետևանքն է։ Ես չգիտեմ, ես կտեսնեմ այդ օրը, կամ մենք բոլորս երբ կտեսնենք այդ օրը, երբ մարդ արարածը կսկսի հասկանալ, որ դա իր արածի, իր պահվածքի հետևանքն է։ Այսօր այսպիսի բաներ է տարածել քաղաքում, Վահագն Ալեքսանյանի դեմքով կապել իր պատրաստ տարածքում կպսրել են, նույնիսկ էական չի որ դրելուց։ Ես որս տեսա, գիտեք ինչ հիշեցի, 18 թվականին, եթե դուք հիշում եք, մայիս ամիսներ կարծեմ կամ ապրիլ, նման բան արվեց Էդվարդ Շարմազանովի նկատմամբ։ Էդվարդ Շարմազանովի, էլի մոտավորապես նման մի բան էր, գուցե ավելի վատ, այն ժամանակ իհարկե շոկային էր, բայց բոլորս այն կարծիքին էինք, որ Էդվարդ Շարմազանովը, ինչպես բոլոր հանրապետականները, ամեն ինչ արել էին դրա համար, որ այս նկարները, այդ կաշկի բանը իրենց նկատմամբ ուներ։ Իհարկե, եթե հիշում եք, Էդվարդ Շարմազանովի աղջիկը մի բան էր, նամակ էր գրել, պաշտպանություն իր հորը, որը բնական է, բայց խեղճ աղջիկը երևի առաջի անգամ էլ առերեսվել նրան, ինչ վերաբերմունք կա հասարակության նկատմամբ, իր հոր նկատմամբ, հասարակության մոտ։ Այսօր շատերը կտեսնեն նույն բանը Վահագնի եւ մնացած քայլարածների նկատմամբ։ Եթե այսպես լիներ, եթե անկեղծ մենք լինեինք, ուրեմն հանրապետության բոլոր ծառերին գրեթե այսպես նկարներ կարելի էր կպցնել երևի հազարավոր մարդկանց նկարներով, որովհետև սա ճիշտ է, սա իրականություն է։ Սարսափելի տեղ կլեր աշխարհը, եթե մենք բոլորին իրենց արածի համեմատությամբ այսպես վերցնեինք ու իրենց նկարները կպցնեինք, պատկերացրեք քանի հազարատ բան կա, չէ՞, քայլարաստ կա, պատգամավորներ, կառավարության անդամներ, նախարարներ, տեղակալներ, ստեղ խոսացողներ, ընդեղ խոսացողներ, պրոպագանդիստներ։ Գիտեք, սա եւ սարսափելի է ինքը երևույթը որպես, էլի, չէ՞ որ սա տեսնում են նաև երևի երեխաները, որ այդքան էլ պետք չի որ տեսնեին, բայց մյուս կողմից ես նայում, ախր չէ՞ որ դու որպես հասուն մարդ պետք է հասկանաս, որ վաղ թե ուշ քո սերունդները առերեսվելու են սրա, եթե դու ունես այդ երեխան, էլի, կամ ունես այդ ընկերները, որոնք չէր ուզենա քեզ sense տեսնեին։ Ես մի կողմից դեմ եմ նման բաների, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ այն որ ասում է, sense անում է, sense բնությունը պաուզա է վերցնում, եկե շարաչուն ապտակով sense հետա գալիս է։ Ես չեմ կարծում, սա շարաչուն ապտակն է, սա միջանկյալ ինչ որ հիշեցում է, որ չի կարելի sense ապրել, էլի, ուղղակի չի կարելի sense ապրել։ Չի կարելի, որովհետև դու ի վերջո մարդ արարած ապրում ես հասարակության մեջ, դու սոցիումի մի մասն ես, հիմա լավ մասն ես, վատ մասն ես, այդ էական չի, դու մի մասն ես անկախ քո պաշտոնից այդ օրվա, որտեղ վաղը դա չի լինելու։ Բայց այս նկարը հանվերջ կարող լինի մարդկանց, եթե ոչ, ասենք sense բռների վրա, գոնե հիշողությունների վրա է լինելու սա։ Ես տեսա, որ շատերը ներվել էին, բան են եղել, հա, որ sense բանակատարում, ինչ բան չի կարելի, բան մարդուն sense բախարակել, բան։ Մյուս կողմից, բայց ով ասել է, որ չի կարելի։
Այսինքն իրենց ամեն ինչ կարելի է, հակառակ կողմի ոչ մի բան չի կարելի։ Հակառակ կողմը մենակ սա է կարողանում անի։ Սա ուրիշ բան լծակ չունի։ Չունի դիմի դատարան, չունի ինքնապաշտպանվելու ոչ մի հնարավորություն, չունի, ընտրելու հնարավորություն էլ չունի նույնիսկ։ Ընտրելու։ Սա մեն է, չի ասում ընտրություններ կլինի, ձայն միտու, բայց հիմա բողոքի ակցիա մի արա։ Ոչ մեկ չի ասում, տիկին, բայց քո եթիմը ո՞նց եկավ իշխանություն զավթեց։ Ո՞նց։ Նույն մեթոդներով չեկավ իշխանություն զավթելու։ Նույն Շարմազանովին չէին դագաղի մեջ նկարել, կարծեմ ինչ-որ անհետ մի բան էր արվել Շարմազանովի նկատմամբ։ Ո՞նց եմ ասում։ Այնպես չի որ սիրտը ստենում ուրախանում է, էլի, բայց ես հասկանում եմ, ախր դու ամեն ինչ անել ես որ դա լինի։ Ես այսօր որևէ մեկի դժբախտությունը տեսնելուց կալանավորվել, բռնվել, չգիտեմ, ես չեմ ուրախանում, ես հասկանում եմ, որ սա այն է ինչը ինքը արել է, ինքս նախապատրաստել է, ուղղակի ժամանակը չէր ասել բնությունը, երբ ինքս բերելու հետ, էլի, բայց չէ որ դու ամեն ինչ ինքը տարել ես։ Ուսած երկակի բան է մեջս, ու ոչ մի բան չես կարում ուրախանաս։ Չես ուրախանում, չես թեթևանում, այ տես դու քոնը կերար։ Չէ, ես չունեմ այդ զգացմունքը։ Այո, ես հիշաչար չեմ, ես լավ հիշողություն ունեմ, ես չեմ ներում, բայց չեմ ուրախանում սրանց վրա։ Ես կուզենայի ուրիշ ձև լինել, կուզենայի, որ բոլորը մարդու նման ապրեին, ոչ թե խոզի նման, որ դու ամեն օր բացահայտելով բոլորը դե նայեք ձեր շրջապատում։ Ու կտեսնեք, որ ոչ մի բան նորություն չի։ Այն որ դուք բացահայտում եք, այդ բացահայտել չի, դուք ընդհանրապես այդ ժամանակ դուք խոստովանում եք, որ դա տենց է, չէ՞ դա վաղուց բացահայտված փաստ է։ Ուղղակի մենք մարդիկներս, եթե կարելի է տենց ասել, հայերեն չի, բայց պետք է ասեմ։ Մենք սիրում ենք բանանել, էլի։ Դե լավ է, այդքան էլ կարողացնես։ Չի կարող ես եմ չափազանցնում։ Չէ, դու չես չափազանցնում, դա տենց է։ Որտեւ եթե դու մի անգամ դա տեսար, այդ սիգնալները դու տեսար, եթե դու չնկատելու տվեցի, դա ինքը մեծանում է, ինքը դու առիթ ես տալի, ինքը ավելի լայնանա, ու վերջում գալիս է կանում այսպես փաստի առաջ, եթե դու ուզում ես այդ փաստից նեղվել։ Հիմա գնանք առաջ։ Եվ այսպես։ Ազատություն ռադիոկայանում լսենք մենակ։ Կան օգտահաշիվը հակերների կողմից կոտրվել է։ Առաջի տպավորությունս այն էր, որ դաշինքի Facebook-յան օգտահաշիվը հակերների կողմից կոտրվել է եւ իրենց անունից նման հայտարարություն է տարածվել։ Ես հուսով եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ դա կհեռացվի։ Խորհրդանի ամենամեծ ընդդիմադիր Հայաստան խմբակցությունն այսօր պաշտոնապես պատասխանել է «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնության նամակին, որում նրանք խորհրդանի 107 պատգամավորներին օրերս առաջարկել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել։ Հայկ Գոնջորյան, Լևոն Քոչարյան, Պնդելով, որ Փաշինյանը ոչ միայն չի կատարում խորհրդանի կողմից ընդունված կառավարության ծրագիրը, այլև դրան հակառակ քաղաքականություն է վարում։ Ընդդեմ նախադասություն չկա, որ խոցելի չլինի։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան խմբակցությունն ի պատասխան քաղաքացիական նախաձեռնության նամակին ընդունում է, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքական եւ իրավական ծանրակշիռ հիմքեր կան, սակայն քաղաքական ուժը հիշեցնում է, որ իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, մինչդեռ ընդդիմադիր երկու խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Բացի այդ, որպեսզի նախագիծն ընդունվի, անհրաժեշտ է, որ առնվազն 54 պատգամավոր կողմ քվեարկի։ Իսկ դա նշանակում է, որ առանց իշխող ԿՊ-ի պատգամավորների նախաձեռնությունը կտապալվի։ Հետևաբար Հայաստան խմբակցությունն ընդգծում է, որ իշխանական պատգամավորների առնվազն 20 ձայները ստանալու համար անհրաժեշտ է փողոցում ձևավորված հզոր համաժողովրդական շարժում։ Հաշվի առնելով այս հանգամանքները, ընդդիմադիր խմբակցությունը նշում է, թե պատրաստ է տրամադրել իր 28 պատգամավորի ստորագրությունները իմպիչմենթի գործընթացի մեկնարկի համար, բայց նախապայմաններով։ Եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը, ինչպես նաև հրապարակավ կհայտարարեն իմպիչմենթի հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու իրենց կարողության եւ պատասխանատվության մասին։ Բայց իսկ ասեք սահմանադրության որ կետում է գրած, որ քաղաքացին, որ պիտի պատգամավորին դիմի, իր հետ պետք է բերի նաև 20000 մարդ կամ 8 ԿՊ-ական պատգամավոր պասիլկայով պարկերի մեջ կապած, շտամպած, ասենք, ձեզ ենք հանձնում ԿՊ-ական 20 պատգամավոր։ Իշխանությունը վերել են, պատրաստ է, հեղափոխություններն արել ենք։ Ուզում եք վերցնեք Ռոբերտ Քոչարյան, մոտապես էս են ասում էլի, վերեք պատրաստի դուրսը մարդ, 10 հազարավոր, վերեք պատրաստի ԿՊ-ականներ, որ
կմիանան, մենք նոր կմիանանք, այսինքն բերեք տվեք իշխանություն, պատրաստի, մենք նոր կվերցնենք այն, սա, խնդրում ենք ձեր տնօրինությունը։ Քաղաքացիական նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանը նաև հակադարձում է Հայաստան խմբակցությանը, ինչպես է օրինակ ընդդիմադիր ուժը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկել։ Ի վերջո այդ նախագծի ընդունման համար էլ պետք է ճիշտ 54 կողմ քվե, այնքան որքան Փաշինյանի իմպիչմենթի համար։ Հիմա ուզում եմ իմանամ, օրենքի նախագծի հեղինակները արդյոք խոսել են ՔՊ-ի 20 падգամավորների հետ, արդյոք իրանք գեներացրել են փողոցում մարդ, որ նախաձեռնել են իրենց պարտականությունից բխող գործող, ես դες բան չեմ լսել։ Քաղաքացիական նախաձեռնության անդամը նաև զարմանում է, ինչու է իրենց նամակին պատասխանել խորհրդարանական Հայաստան խմբակցությունը, երբ իրենք անհատական նամակներ են ուղարկել բոլոր 107 падգամավորներին։ Ըստ նրա, եթե Հայաստանն իսկապես պատրաստ է իմպիչմենթի գործընթաց սկսել, ապա դա պետք է անի 28 ստորագրությունները դնելով նախագծի տակ։ Այստեղ անվանական բոլոր падգամավորների անունը գրած է։ Իրենք իրենց 28 ստորագրությունը տվեցին, այդ նախագիծը ներկայացրեցին, բայց չկարողացան անհրաժեշտ 36 ստորագրությունը ապահովել։ Ինչ է լինում։ Ինչ է լինում։ Ոչ մի բան չի լինում։ Բավարարված կլինեք դրանից։ Բավարարված չի, մենք շարունակում ենք աշխատելը։ Ռոբերտ Քոչյանի առաջնորդած Հայաստան չէ, բայց առնվազն տենում ենք, որ իրանք դեմ չեն, իսկ իրանք միանգամից դեմ կվարկեցին, գիտեք ինչի, դες ամեն օր համոզվում եմ դրա մեջ, որովհետև վստահ չեն, որ ՔՊ-ից մարդ չի լինի, որ պատահական հենց կողմ կվարկի այդ նախագծին, եւ Նիկոլ Փաշինյանը կհայտնվի միանգամից, օպա, դուրս, սա գալիս են փրկելու Հայաստան խմբակցությունը իդեմս դաշնակների, գալիս են փրկելու հերթական անգամ Փաշինյան Նիկոլին։ Ես ուզում եմ հիշեցնեմ 20 թվականից այս կողմ բոլոր միջոցառումները հենց ժողովուրդը հենց պիկ ա եղել, որ հեսա մի բան պետք է լինի, Ռոբերտ Քոչյանը ասում է, հայտնվում է այնտեղ, վերջ մարդիկ են մեն տուն։ Ինչ պետք է եղել փրկելու Փաշինյան Նիկոլին, Ռոբերտ Քոչյանը կանգնած այնտեղ։ Ռոբերտ Քոչյանի անուն տալիս ես, մի անգամից բանը Նիկոլը փրկվում է։ Առ այսօր նույն խաղն են խաղում։ Առ այսօր, իսկ այն լաչարությունը, որ Ռոբերտը թշնամի է բանին, Նիկոլ Փաշինյանին, դա անում են հատուկ ապուշների համար եւ անում են հատուկ վարձկանները։ Նորից հիշացնեմ, Հայաստանում ամենախոշոր բիզնեսները, որ Ռոբերտ Քոչյանին է, ֆինանսավորվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, դա կլինի Toyota-նից մեքենաներ գնելը, դա կլինի անսահմանափակ շինթույլտվությունները, համատեղ շինարարությունները, վարկային գծերը եւ այլն, բոլորը Փաշինյան Նիկոլի կառավարությունը, ճակատավոր Փաշինյան Նիկոլը անում է Ռոբերտ Քոչյանի հետ ունիսոն, առանց որևէ խնդրի։ Մենակ հիմար մասայի համար է դա, որ այդ խոսակցությունը, որ Ռոբերտ Քոչյանը թշնամի է Նիկոլ Փաշինյանի, ես է կոնֆլիկտ կա։ Ես չգիտեմ քանի հոգի է այտենց մնացել այդ մակարդակի վրա, որ սա հավատում է։ Սա էլ երկրորդ բան, հերթական բանն էր։ Ներկայացվեց իմպիչմենտի ծրագիր։ Առաջին ով թռավ դրա դեմքին, այո, Նիկոլ Փաշինյանի, այս Նիկոլ Փաշինյանի։ Այլ Նիկոլ Փաշինյանի Հայաստան խմբակցությունն է։ Եվ որ համատեղության կարգով նաև Ռոբերտ Քոչյանն է։ Դրանց դաշնակցական մասը։ Հիմա էլ ասում են դեմ չենք, բայց դուք պետք է բերեք պատրաստի են մարդկանց ցուցակը, որոնց դեմ են քվարկելու։ Որոնք կողմ են քվարկելու այս բանին։ Խմբակցությունը նաև կասկած է հայտնում, որ Փաշինյանի իմպիչմենթի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը գուցե ուղղված է ոչ թե վարչապետին հեռացնելուն, այլ Հայաստան խմբակցությանը թիրախավորելու համար է։ Մենք նաև անընդունելի ենք համարում մեր խմբակցության падգամավորներին թիրախավորելու մեզ հետ շանտաժի լեզվով խոսելու փորձերը, որոնք Շնորհակալություն, այդ թիրախավորողը ես եմ, դուք կարող եք անընդունելի համարել, բայց ամենաբարձր ծառից թքած ունենամ ձեր կարծիքի եւ անընդունելի համարելու փաստի վրա։ Ես խոսում եմ փաստերից, դաշնակցություն, դուք Ռոբերտ Քոչյանի ձեռքով փրկում եք հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին։ Եղավ թիրախավորել, ով եք դուք ոզես թիրախավորենք, նորմալ թիրախավորվածն եք, ես 5 տարի առնվազն կրկնում եմ, եթե դուք Նիկոլի հետ համատեղ նույն ծրագիրը չեք իրականացնում, դուրս արեք այդտեղից, կամ իմպիչմենտի գործընթաց նախաձեռնեք ու տապալվի, ոչինչ, նախաձեռնեք, գոնե իմանաք մի բան եք անում, նույնիսկ դա չեք ուզում անեք, այսինքն տապալվելուց հետո բնական է լոգիչն է, որ լոգիկայի մեջ է, որ դուք պետք է նաև վայ դնեք ձեր մանդատները, բայց չէ, դուք պահելու եք մինչև Նիկոլ Փաշինյանը
չիրականացնի այն, ինչ որ վճռած է, որոշված է Մոսկվայում, համատեղ ստեղ օգնական նշանակած Ռոբերտ Քոչյանի ձեռքով, առնվազն։ Որոնք անպատասխան չեն կարող մնալ։ Ես ճիշտ ասած ավելի անմիտ ձևակերպում անկեղծ ասած չեմ պատկերացնում։ Դե որտեղ է երևում այդ նամակը կարդալուց ում մոտ է ողջամիտ կասկած ձևավորում, որ դա իրանց թիրախավորելու Իրենք միանգամից հասկացել են, ասում են մենք ուզում ենք Նիկոլ Փաշինյանին հանենք, իմպիչմենտ անենք։ Հայաստանը պատասխանում է, ստեղ զգում ենք, որ դուք մեզ ուզում եք թիրախավորեք։ Հասկացաք, ասում է, գող, ասում է, փետը որ վերցնում ես, հիշում եք ին խոսքը, փետը որ վերցնում ես ձեռքդ, ասում է, գողշուն լիաների կգիտի, չէ։ Սրանք ասում են, իմպիչմենտ Փաշինյան Նիկոլին, Քոչարյան Ռոբերտն ասում է, դուք մեզ եք ուզում թիրախավորեք։ Եթե իրանք գիտեն, որ նամակի հասցեատերը մենակ իրանք չեն, այլ ազգային ժողովի բոլոր պատգամավորները, որ գիտեն նամակի բովանդակությունը տարբերակված չի Հայաստան խմբակցության պատգամավորներին, այս նամակը բոլորինը նույն տեքստն է, մենակ անուններն է փոխած։ Այսինքն իրանք ինչի են ԿՊ պատգամավորին ուղված նամակը համարում թիրախավորում Հայաստան խմբակցության պատգամավորին։ Ես ճիշտ ասած դրա տրամաբանությունը ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ։ Էդգար Ղազարյան 3-4 օր դա են բացատրում։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցությունից առայժմ որևէ պատգամավոր չի արձագանքել Փաշինյանին անվստահություն հայտնելու քաղաքացիական։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել, սա Գեգամ Նազարյանն է։ Նիկոլի Գեգամ Նազարյանն է, որը համատեղ կազմով նաև սրանց Գեգամ Նազարյանն է, որը սեփական երախու արյունը ուրանալով պաշտպանում Փաշինյան Նիկոլին։ Ո՞նց է։ Ես ինձանից չեմ հորինում։ Ասում է ԿՊ-ից 25 հոգի միանա իմպիչմենտին, ես չեմ միանա։ Հասկացա՞ք։ Ինքը հայտարարում է Նիկոլ Փաշինյան, դու մենակ էլ մնաս, ես քո հետ եմ մեռնելու, գրողին թե իմ երեխուն չես սպանել։ Ես քո հետ եմ, ԿՊ-ից 25 հոգի միանա, ես քո հետ եմ։ Ու այս մարդը, նայեք, սա ես չեմ, այսի մոնտաժ չի սա։ Նայեք, սա Գեգամ Նազարյանն է։ Քաղաքական նախաձեռնության առաջարկին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ԿՊ-ի 69 պատգամավորներից արձագանքել են ընդամենը 2-ը, ընդ որում նրանցից Արսեն Թորոսյանը պատռել է նամակը։ Հարգելի հայրենակիցներ, Ընդ որում 2-ն են մենակ բացահայտ դեմ արտահայտվել։ Մնացածը սա է ասել, որ մեռնեմ էլ կողքիդ եմ, միաժամանակ նաև գոռում է, որ եկեք փորձենք սկզբից կրթվել, իմանալու համար թե ինչ է ցեղասպանությունը, ինչու եղավ, որտեղ եղավ, դրանք հայկական տարածքներ չէին, Գեգամ սրբապիրսն է, սա։ Ասում է այն տարածքները, որ Հայաստան հայերի մորթել են, Նիկոլ Փաշինյանի խոսքերն է, այն տարածքները, որ Հայաստանի հայերին ցեղասպանել են, դրանք հայկական տարածքներ չէին, հայերը իսին ո՞նց էին հայտնվել այդտեղ։ 1.5 միլիոն հայ պատահական։ Սա պարապ էին մնացել, գնանք քայլելու այն տարածքներով։ Քայլել են, դուրն եկել են, մնացել են, թուրքներն եկել ասել են, «Էս դուք ինչ եք անում, ստե»։ Բռնել ու մորթել են, հիմա սա է ասում, եկեք նա սկզբից հաղթանանք, մենք կրթվենք, մենք անկիրտներս, արայք։ Ոչմ, ու դուք տեսակ իրան, մի խոսքով, չեմ ուզում։ Ու դուք սրան տեսակ, սա նայ։ Սերժ Սարգսյանի առաջնորդած պատիվ ունեմ ընդդիմադիր խմբակցությունից առայժմ որևէ պատգամավոր չի արձագանքել Փաշինյանին անվստահություն։ Ինքը գիտեք ում ասես ջեմ դաշնակ Գառնիկին։ Գառնիկը Սասուն Դվան, այն թչի կանաբոն դդված է։ Այն որ Շվեդիայում բողոքում են, որ խոչընդոտում են ընդդիմությանը։ Սա Գառնիկին ասենց ջեր նայ։ Հայտնելու քաղաքացիական Ոսոր երեխեն կենթանացել է։ Գառնիկին տեսավ, երեխեն կենթանացել է։ Մնացած նայեք, ալունա բանը, իրանք են։ Ստե Ժորժ ջան, ոչ մի հակասություն, ոչ մի թշնամություն գոյություն չունի։ Բոլորը իրանք են։ Դրա համար ինչ մանդատ դնել, ինչ բան, այդպես բան չի կարող լինել։ Բոլորը նշանակվել նույն կենտրոնից, ամեն մեկը խաղում է իր կեղտոտ խաղը։ Սա նշանակել են ասեն դու պիտի նստես ստեղ թուք ու մուր ուտես, հայոյանքներ լսես, դու պիտի հայոյես, դու պիտի դավաճանես, դու պիտի պաշտպանես իր թիկունքը, մի խոսքով, դու կապիկներդ վարժեցված պետք է
կոճակներին սեղմեք, դուք պիտի ուտեք հայոյանքներ, անեծքներ, դու պիտի տղու տուլանաս, մի խոսքով, դու պիտի ցեղասպանությունը տուլանաս, ասես դա մեր տարածքները չեն, մենք պատահական ենք ընդեղ եղել, մեր տարածքները չեն, դամալեն մեզ կոտորել են ընդեղ, այս պատկերը։ Ես հիմա մտածում եմ, եթե այն մայից հետո կյանք կա, խեղճ երեխան, եթե վերևից նայումաս սրա հեյն ինչ անում, իրա հերը ինչ անում։ Գնանք առաջ, էլի նույն կենտրոնի, հիմա ուրիշ մասին Վիտալի Բալասանյան, Պուտինին նամակագրել, որ հուսով ենք ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը, ասում Ղարաբաղ, չէր ասում Արցախ, կվերադառնան իրենց պատմական հայրենիք Վիտալի Բալասանյանը դիմել է Պուտինին։ Հիմա ուզում հարցնեմ ես, հետո կասեմ ինչի համար է սա։ Բաղոսա պատմական հայրենիք էր։ Դու թուրքերի ռուսերի ձեռը բռնած ոնց էր գնում քո ճանապարհը փակելու արա։ Հարց եմ տալի քեզ բա։ Որ պատմական հայրենիքդ էր դա, ոնց կարող է պատմական հայրենիքդ կղզի լինի։ Այսինքն դու օթով էիր գնում քո պատմական հայրենիք, ծիտ էիր, ինչ էիր, արծիվի վրա նստած էիր գնում պատմական հայրենիք։ Հա։ Դե ասեն պատմական հայրենիքը մենակ Արցախն էր, Հայաստանը կապ չունի դրա հետ։ Այսինքն դա պատմական հայրենիք, Հայաստանը չի։ Որտեղ եթե Հայաստանն էլ է պատմական հայրենիք, նշանակում է իրանք պետք է կապ ունենային գոնե, չէ՞։ Բայց ես հարց եմ տալի, ծտի թևով էիր գնում ընդ։ Դու ոնց էիր քո պատմական հայրենիքի միջանցքը, որը պետք է կառավարվեր երաշխավորվեր անվտանգությունը, տեղափոխությունը հենց նրա ձեռքով, ում դու հիմա դիմում ես, դու ոնց էիր գնացել հանձնում դա։ Ու հիմա նույնպես հանձնորին դիմում է, ասում է հուսով են ձեր միջնորդությամբ Արցախի հայերը կվերադառնան չերկնեն։ Ինքը ասում է Ղարաբաղ, բայց ես ասեմ Արցախ էլի։ Այսօր մի հատ ունիկալ բան էլ է կատարվել, ուզում եմ սա բանան հետո խոսանք ընդհանուր։ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 20 օրից կավարտվի։ Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը թեկուզ վտարանդի պետք է շարունակեն գործել։ Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք այսպես կոնսենսուսային, հա, նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու, պայմանավորված այն հանգամանքով, որ նախ պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի։ Արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը առաջ մղելու, օրակարգում ակտիվ պահելու համար անհրաժեշտ է, որ տեղահանված ժողովուրդն ունենա առաջնորդ, նախագահի ինստիտուտը անխափան աշխատի, ասում է Արդարություն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Թվում է ոչ մի բան չկա, չէ՞, սա մեջ, բայց այս երկու նորությունը իրար հետ նայեք։ Մի կողմից դիմում են Պուտինին, մյուս կողմից իբր նախագահ ունեն, իբր պաշտոնական ժամկետը բանը լրանում է 20 օրից, թե ինչի է 20 օրից լրանում, ես չգիտեմ։ Ու ոնց է խորհրդարանը ընտրում նախագահ, այդ էլ ես չգիտեմ, որովհետև ըստ Արցախի սահմանադրության նախագահին ընտրում է ժողովուրդը։ 20 օրից ոնց է լրանում, ես էլ չեմ կարողանում հասկանալ։ Ում բանն է ժամկետն է լրանում 20 օրից։ Եթե Սամվել Շահրամանյանի մասին է խոսքը, Սամվել Շահրամանյանին նշանակել են սեպտեմբերի սկզբին 23 թվականից 20 օրից ում ժամկետն լրանում։ Վերջը։ Ինչ է այստեղ կատարվում, իրականում ինչի համար է այս ամեն ինչը։ Այս ամեր դեմքով ոսս նստած է այդ տղեն։ Հիմա էլ սխմել է կոճակը, ասել է 5 շարասուն ակտիվացեք։ Այդ Արցախի հարցը ինձ պետք է։ Նախագահ ընտրեք, խոսացեք վերադառնալու մասին, դու ինձ դիմի։ Հիշում եք այդ պատերազմի ժամանակ էր դրանից հետո, որ Նիկոլին ասում են հանկարծ հապկին չդիմեք։ Որ ներեցան, բայց պաշտոնապես ոչ մի բան չի դիմել, ոչ մեկ չի դիմել, չնայած պաշտոնապես դիմելու կարիք չկա։ Նույն պատմությունն է։ Չդիմեք, բայց հիմա դիմի, որ դու դիմեք, ես մտածեմ, ձեռս խփեմ, Ալիևն էլ տեսնի, որ ես ակտիվացել եմ ձեզ, որ դուք խոսում եք Արցախ վերադառնալու ձեր իրավունքի մասին, որ ինքն դերից մի քիչ նեղվի, որովհետև ես ինձ պոկելու բան ունեմ։ Հիմա դրա դիմաց ինչ է պոկելու, ոնց է պոկելու, սրանք ինչքան է դերեկ պետք է խաղան, բայց այս ամեն ինչը արվում է ուղիղ էլի այն կենտրոնի պահանջով, որտեղից այս ամբողջ ժողովրդին դուրս շպրտեցին Արցախից։ Ես հիշացնեմ, որ Արցախի անվտանգությունը իր վրա էր վերցրել
որպես խաղապահ, անվտանգության երաշխավոր, նա ում հիմա դիմում են իրան կոնկրետության, որ իրանք վերադառնան Արցախ։ Սա նույնն է, որ ցեղասպանված հայերը դիմեն Աթաթուրքին, որ նա ապահովի իրանց վերադարձը Արևմտյան Հայաստան։ Պատկերացնում եք։ Բնականաբար, չէ՞ որ նա չի անելու, հարց բա ինչ են դիմում։ Ես էլ ասում եմ, այս հարցը հիմա պետք է Պուտինին։ Վերջ։ Ինքը Ալիևից ստանալիք ունի։ Սա Արցախ վերադառնալու, չվերադառնալու հետ կապ չունի։ Հիմա ինչ պետք է անենք մենք։ Խանգարել չենք կարող։ Ասենք մի դիմեք չենք կարող, որովհետև եթե Հայաստանում օրենք լիներ, ձեր լիներ, ամեն ինչ լիներ, իմանաք Վիտալին Բալասանյանը, սկսած Սամվել Շահրամանյանից, բոլորը դա կալանքի տակ լինեին, բոլորը ասես մեծ քննություն գնար, մեծ եւ փողերի թալանի մասով, եւ Արցախը դատարկելու հանձնելու մասով, եւ այդ ցիստերների պայթյունի մասով, թե ոնց եղավ, եթե պետքա լիներ դուրս գալ Արցախից, հա, ինչու դա կազմակերպված չէր, ինչու բենզինը նախորդ բաժանված չէր, եթե բենզին կար, ինչու 9 ամիս հողագործական աշխատանքները չէր կատարվում, կանգնեցած է նույնիսկ բանի մատակարարում, բերքի մատակարարում շրջաններից Ստեփանակերտ չէր կատարվում, հա, եթե պահել եք այդ սև օրվա համարի դեպքում, ինչի նախորդ չէիք բաժանվել, ինչի մարդկանց տեղան չէիք պահել, չէիք կազմակերպել եւ վերջում դրել եք մի հատ ցիստերի վրա, որը եկել էր Ադրբեջանից, բնականաբար բոլոր ամեն ինչ պայթեցնելով ամեն ինչ վեր են դարձել դրած, հա, հետո ստեղծեցիք իրավիճակը բոլորը գնան կանեստներով տեղից բենզին ստանալու ու մի անգամից 300-ից ավելի մարդ պայթացնել, տղամարդ, անենց որ հանկարծ Արցախցին երբեք չկարողանա եւ չուզենա Արցախ վերադառնալ։ Ուզում ասեմ, այս ամեն ինչը վաղուց պետք է քննվեր, բնականաբար, եթե պետությունն է, բայց իհարկե չի քննվում, որովհետեւ մենք պետություն չունենք, այսինքն այն ինչ որ կա, սա կոմից է ղեկավարվում։ Սա այն հարցի պատասխանը, թե ինչու են սրանք հիմա որոշել, որ Արցախի նախագահ վերընտրեն, հա, խոսում են Արցախ վերադառնալու մասին եւ դիմում են Պուտինին։ Ընդհանրապես դա համար Արցախի հարցը նույն Դամոկլյան սուրն է, Ալիևի գլխին ինչ հայկական հարցես 100 տարուց ավել է արդեն Թուրքիայի գլխին է, որտեղ հենց Թուրքիային մեկ ուզում է ճզմի հիշում է հայկական հարցի մասին, ցեղասպանության մասին։ Բայց միևնույն ժամանակ իրանք դիմում են Պուտինին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այնտեղ բան պետք է պարադին իրանց, այսպես բանով պետք է ադրբեջանական դրոշներով պետք է Մոսկվայի պարադին Ադրբեջանի զինուժը Ադրբեջանի բանով պետք է դրոշներով պետք է գնա։ Ճիվաղներ, այնտեղ եթիմ կա, չէ՞, մի հատ Նիկոլ Փաշինյան անունով պետք է դերես պատիվ տա սրանց։ Գլուխը կախի։ Հիմա կարող եք ասել, քանի երկրի զինվորական խումբ մասնակցում են իրենց դրոշներով Պուտինի պարադին եւ ինչ կապ ունի այս 80-ամյակը Ադրբեջանի դրոշի։ Ես ասեմ, եթե Ադրբեջանի դրոշը դեռ է, ուրեմն պետք է լիներ որպես ադրբեջանական լեգիոն, որոնք ամենաշատն են կոտորել ռուսներին Հարավային Ուկրաինայում, Ղրիմի տարածքում, Բելարուսիայում կռվելով ֆաշիստների կողմից։ Ադրբեջանցիների մասնակցությունը որպես կոտորած իրականացնող լեգիոն անհամեմատելի է, դա անքննելի է։ Անքննելի 42-43 թվականից երբ որ հասկացավ Ստալինը, որ Ադրբեջանի ծուն տանում դրանք միանգամից հանձնվում են ու լցվում են ռուսական բնակչությանը, սովետական բնակչությանը կոտորելու գործին, գիտեք ինչ էին անում արդեն։ Ում հավաքում էին, սա չափազանցություն չի։ Ում հավաքում էին այդ վագոններով, միանգամից տանում էին բան, Սիբիր, կամ գնդակահարում էին, կամ ուղարկում էին բան աշխատացնելու։ Էլ ոչ մեկին չեն տանում ճակատարդեն։ Սա պատմական փաստեր է։ Միանգամից գնդակահարության։ Իրենք գիտեն, որ մեկ ասան կրվող չեն, անցնելու են թշնամու կողմը ու սկսեն իրանց ինչ սիրում են, այն էլ իրականացնել։ Արդեն բանի թշնամու կողմից։ Ու այսօր այդ զորքը պետքա, այսօր չէ, ամսինի պետքա հրապարակում մանգա։ Ու հիմա հայկական դիգերով շարասունը դիմում է այս կազմակերպիչին, որ իրենց օգնեն, որ վերադառնան նրանց գիրկով իրանց այնտեղ կոտորել է։ Սյուրա, չէ՞։ Անպատկերացնելի։
Գանք էս մյուս պատուհասին։ Հիմա ասում մայրաքաղաքը չենք տա ռուսահապատակներին։ Միանգամից ինքը որոշել է, նախ որ տվող չտվողի ինքն է։ Արդեն դերում է, չէ՞, որ ինքը որոշել է, որ չի տալու։ Այսինքն համարում է, որ ինքն է տվող չտվողը։ Այստեղ միանգամից էսը որ կարդացի, գիտեք ինչ հիշեցի 96 թվականին այդ հայտնի ելույթը Վազգեն Սարգսյանի, որ ասաց 100%-ով էլ հաղթածների նիմությունը մեկ իշխանություն մեկը չենք տալու։ Ու շնորհակալություն հայտնեց Մավելին, որ ինքը մի քանի հոգով կարողացավ փրկել Լևոնի իշխանությունը, որտեղ ասում է MVD-ն ոստիկանությունը լավ չէր աշխատում։ Դա քաշ Վանոյի դաշտ է։ Մավելը փրկեց իրան։ Նույն խոսույթն է, որ 100%-ով են։ Այսինքն ինքը որոշել է, որ իրանք են քաղաք տվողը, իշխանություն տվողը։ Հետո մյուս բառը իշխանություն չենք տա, ռուսահապատակների։ Հիմա ուզում ասեմ, ես Վազգենի քույր չեմ ասում, որովհետև ինչի ասեմ քույր։ Քույրը բան չի։ Վազգենի քույր ասելով այդ քույր բառն ենք նվաստացնում։ Սա հարճ է։ Հարճ, բայց Վազգենի հարճը չէ, Նիկոլի հարճն է, էլի։ Դες մեզ ռուսահապատակում նկատում ես։ Նիկոլի Թեքես թրկահապատակ։ Օրինակ դու բացահայտ թրկահապատակ ես, եթե դու ես ասում ես էական չի մեզ ինչ կանեն, կարևորը մենք կարողանանք առողջ անենք։ Բացահայտով բացարձակ թրկահապատակ ես։ Բայց ընդամենը տարիներ առաջ սպառնում էր ասում էր դուք հասկանում եք ինչ կկատարվի Հայաստանի հետ, եթե ռուսը գնաց տեղից։ Հիմա այսպես հարց եմ տալի։ Հիմա քո շեֆը ու անմնացող ծառայում ես։ Ռուսահապատակը հիմա Պուտինի հետ կողքին մայիսինի պարադան դիմավորելու։ Հիմա դուք ինչ եք։ Իսկ վերջում ով ասե, որն ավելի լավ թրկահապատակը թե ռուսահապատակը։ Որ դու որոշել ես, եթե իրանք ռուսահապատակ են, չգիտեմ ով, չգիտեմ ում մեզ տալի քաղաքը։ Հա։ Այդ պատճառով դու կարաս քաղաք չտաս։ Հիշում եք առաջին նկարը։ Հիմա վերադառնում եմ սրան։ Այս օրերին տեսակ չէ, ինչքան տարբեր էին արձագանքները այս դեպքերի հետ կապված։ Հույս ունեմ, որ այն խոզի դեմքերը, որ բացահայտվեցին, դրանք ձեր մոտ չեն լինելու ժամանակավոր բացահայտումներ։ Ժողովուրդ ջան, եթե մարդը խոզ է, դա բան չի, ժամանակավոր բնույթ չի, հասկանում եք, դա տեսակ է։ Եթե մեկը կարա Արամ Սարգսյանին կարող արդարացնի, ծեծը բռնությունը արդարացնի, ինչա թե այն մյուս կողմը Ռուսաստանի քաղաքացի էր, կամ իրան ուղարկել են Ռուսաստանի դեսպանատունից, ասենք ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ։ Ոնց որ Պուտինն է ասում, ասել մենք գիտեինք, որ իրանք հարձակվելու են մեր վրա ուկրաինացիները, մենք ասեցինք միանգամից իրենց կոտորեն։ Ամեն ինչ կարելի է ասել։ Հիմա Ադրբեջանն էլ վաղը ասում է, ասելու է, մենք գիտեինք, որ հայերը պետք է հարձակվեն մեր վրա, մենք որոշեցինք մենք առաջինը հարձակվենք։ Հասկանում եք ինչ պրակտիկա կա ստե բացասական իմաստով։ Հիմա այս օրերի ընթացքում եթե դուք տեսել եք սրան պաշտպանող, դուք սա եք տեսել ձեր դիմաց։ Եթե վաղը այս նույն դեմքերը ձեզ սկսեն դավաճանել, չմտածեք, որ իրանք դավաճանում են։ Բացարձակապես, իրանք չեն դավաճանում։ Իրանք հերթական անգամ ցույց են տալու իրենց խոզ բնույթը, ուղղակի դուք մոռացած եք լինելու, որ սա խոզ էր։ Մոռացած եք լինելու, եւ դա անցալել եք որպես դավաճանություն։ Հետո էլ ասեք աշխարհում արդարություն չկա։ Չէ, աշխարհում արդարություն կա, ուղղակի դա պետք է տեսնել։ Այդ խոզին, որ դու թողում ես հետո քեզ դավաճանի, դա իր մեղքը չի։ Ինքի դա իր բնույթն է, դա քո մեղքն է, որ դու մոռացած իր ով լինելը։ Վերնայ։ Մենք այն քաղաքական ուժն ենք, որը անցել է այն ճանապարհը քաղաքական, երբ զուգարաններում մարդիկ էին մահանում բարևի համար, երբ կինը, երիտասարդ աղջիկը քաղաքական կողմնորոշվածություն ունենալու համար տարվում էր ոստիկանության բաժիններ եւ ծեծվում էր, ինչի ճանապարհը ես ինքս օրինակ անցել եմ։ Իդեպ ասեմ, որ այն ինչ երեք եղավ, դա եղավ հանրության առաջ, այն ինչ էմոցիաների, դա էմոցիաների պորտքում էր, որովհետև այդ ամբողջը եղավ հանրության առաջ, այդ ամեն ինչը եղավ հեռուստա ուղիղ եթերի առաջ։ Այս աղջիկն հաստատում
Հասկացաք չէ տարբերությունը ինչու՞մն է։ Տարբերությունը ժամանակ եթե բան չկա դե ժամանակ տենց բոլորի հետ ձեռք հեռախոս չկա, չէ՞ որ նկարեին։ Այդ է տարբերությունը։ Հիմա կամ հեռախոս կա, բոլորը աչքի առաջ եղան։ Ոչ մի վատ բան չի եղել։ Ոչ մի վատ բան չի եղել։ Բաց բան է, մենք թափանցիկ ենք աշխատում։ Մենք թափանցիկ էկրանների առաջ ծեծում ենք, եթե լսում ենք ռուսահապատակի դամն ենք ծեծել։ Ու քաղաքը ոչ մեկին չենք տալու։ Ու իրանք իրենց ասում են քաղաքական ուժ։ Իսկ տեղ ընդհանրապես ուզում է մարդ բանանի, անջատի ու գնա քնելու երկար ժամանակով։ Պատկերացնում եք Արամ Սարգսյանը քաղաքական ուժ։ Արամ Սարգսյանը մեկ էլ էս սա քաղաքական ուժ է։ Իրանք քաղաքական ուժ են, պատկերացնում եք։ Ու իրանք քաղաքական գնահատականը նա է, որ տեսեք ամեն ինչ աչքի առաջ եղա։ Մենք ոչ մի բան չենք թաքցնում։ Մենք պետք է լինի կամերաների առաջ կծեծենք, բայց մենք թաքուն զուգանելով ծեծելով մարդ չենք սպանել։ Հասկացաք, չէ՞, բանը ժողովուրդը ինչ է ընտրել, ինչ է նախընտրել։ Ժողովուրդը նախընտրել է, որ ամեն ինչը լինի բաց, թափանցիկ, ոչ թե կուլիսների հետևում, էլի։ Իսկ այս տղուն ընդհանրապես զննումը փորձաքննությունը չի կազմակերպվել ուղղակի։ Դատական ակտ չկա, չի կազմակերպվել, ոչ մի ձևով։ Դե գիտեք ինչ, որովհետև ամեն ինչ կամերաների առաջ է եղել։ Թափանցիկ է, դեք, առաջ թաքուն էր, հիմա թափանցիկ են իրական։ Հույս չունենաք, Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն այսպես է փորձում փակել երեկվանից ծավալվող թեման։ Նրա թիմակից Մալաթիա Սեբաստիա համայնքի վարչական ղեկավարը ըստ մամուլի ասել է, եթե Ավինյանը որոշի հեռացնել Նոր Նորքի թաղապետին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները։ Երևանը կառավարող կոալիցիան կփլուզվի, Արամ Սարգսյանը այս հարցի պատասխանն է տալիս։ Լավ է, չէ, ամարտ։ Հալալ է, էլի, կամերայի առաջ են անում, էլի ինչ անում են, հալալ է, եթե չեն ժամանակ բաներ դնում թաքուն են ծեծում։ Հանրապետություն կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով։ Իրանք պաշտոններ չունեն։ Իրենք Ավինյանին չփրկեցին դրեցին բանը քաղաքապետ, որպեսզի պաշտոններ ունենան։ Իրանք պաշտոններ չունեն։ Մալաթյանի թաղապետը իրանցը չի, Նոր Նորքի թաղապետը իրանցը չի։ Կասկադը իրանք չեն քանդում։ Չէ, ոչ մի բան չկա իրանք, ոչ մի բան չունեն։ Մենք գաղափարական ենք, պաշտոններ։ Գաղափարական են իրանք։ Գաղափարականը գիտեք որն է։ Մենք թաքուն ոչ մի բան չենք անում։ Ծեծում ենք, թալանում ենք, ափաշքա կներեք այս բառից համար։ Բացահայտ, թափանցիկ։ Այդքան գաղափար։ Ներից հրաժարվելու դեպքում անգամ հավատարիմ կմնան կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահապատակներին։ Վերջ։ Դու ես ռուսահապատակ չես, կարևոր չի։ Քաղաքը չենք տալի, ինքը ռուսահապատակ է։ Վերջ։ Ինքը ռուսահապատակը մենք թուրքահապատակներս չենք տալի ռուսահապատակներին։ Վերջ, դա իրավունք ունենք։ Իրանք արդեն որոշել են։ Ինչ օրենք, ինչ բան, բայց իրանք քաղաքական ուժ են։ Քաղաքական ուժը անպայման համարվում է այն ուժը, այն բանը թայֆեն, որը որոշում է իշխանություն տա թե չտա։ Որը որոշում է, եթե սա ռուսահապատակ է, չէ, իշխանություն չենք տալու։ Նույնիսկ եթե ռուսահապատակ չի, ասում ենք ինքը ռուսահապատակ է ու իշխանություն չենք տալի։ Այդ է քաղաքական գործունեությունը ըստ Արամ Զավենի Սարգսյանի։ Համատեղության կարգով ասում են Վազգեն Սարգսյանի եղբայր եւ Նիկոլի հարճ։ 2023-ի ավագանու ընտրություններում որևէ ուժ 50+1 ձայն չհավաքեց։ Տիգրան Ավինյանը քաղաքապետ ընտրվեց Հանրապետություն կուսակցության հետ կոալիցիայով։ Մի քանի ձայն էլ Դոկ Մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի ղեկավարած ուժից պետք եկավ։ Այնինչ Մալաթիա Սեբաստիա համայնքի ղեկավարն է ասել, թե ավագանու, թե խորհրդարանի ընդդիմադիրները շանտաժ էին որակում։ Ասում էին քաղաքացիական պայմանագիրը Երևանում իշխանությունը չկորցնելու համար Հանրապետություն կուսակցության ձեռքում պատանդ է դառնում։ Ծեծող քաղաքապետին պաշտոնանք չի անում։ Սա թարգմանաբար նշանակում է, որ իրենք ուլտիմատում են ներկայացնում, շանտաժի են ենթարկում Նիկոլ Փաշինյանին եւ ասում են, եթե դու հանկարծ մեր հանցագործ եւ խուլիգանական արարքի դիմաց պաշտոնյային հեռացնես, ապա մենք կոալիցիայից դուրս կգանք Երևան քաղաքում եւ կոալիցիան կփլուզվի, քաղաքացիական պայմանագիրն էլ կզրկվի այն իշխանությունից, որը զորով էր ձեռք բերել։ Մայր Հայաստան
շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանի խոսքով իշխանությունն արտահերտ ընտրություններից սարսափում է այնպես, ինչպես սատանան խունկից։ Դե հրաժարական տվեք արա։ Բա ստեղծեք այդ խորհրդարանական ճգնաժամը։ Դուք 34 պատգամավոր ունեք, բա ստեղծեք այդ ճգնաժամը, եթե գիտեք սարսափումը։ Դուք եք դուրս եկեք քաղաքապետարան, մեկը որ մնացել եք ավականույն ում եք այնտեղ պետք, ոչ մի բան չեք կարող անել։ Դուրս եկեք, ստեղծեք այդ ճգնաժամը, հա, եթե գնահատում եք, որ ինքը սարսափում է արտահայտ ընտրությունից, հրաժարվեք, բան չի հրաժարվում։ Կարող է տերը չի թողում։ Տերը չի թողում։ Ջան, կներեք ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանալու, դա չարաչար սխալվում։ Անձ վիրավորելու չարաչար սխալվում։ Ամբողջ համայնքով կծեծենք։ Եվ թե ձեր հայրը օպելի վարորդներին համբալ անվանեց, ինչու մինչև հիմա անգամ դատական հայցերի չի նիստերին չի ներկայանում, պարոն Ավինյան, այդ դեպքում նորմալ էր։ Գիտեք, ձեր օրակարգերը հարգելիներս, ես առաջարկում եմ ձեր օրակարգերը, ես չեմ վիրավորում, ես շատ կոնկրետ ասում եմ։ Հասկացաք։ Հիմա սենց է լինելու։ Հիշում եք երեք 6 ոստիկաններով հարձակվել են մի հատ խեղճու կրակի վրա։ Ցանկացած ժամանակ, քանի որ արդեն օրենքը բոլորը տշած ունենան, կարող է սենց ասել ինքը բաներ։ Լավ չի պահել, լավ չի պահել։ Վիրավորել է, բայց ես ուսում եմ պետք է վիրավորել ու անպատասխան մնալ այդ ամեն ինչը։ Այսինքն, դատ, իրավունք, օրենք, դու ես սահման կա, դու սանից հետո ինքոմ արդեն դու ոնց որ իրավունքների չարաշահում բան։ Չկա ոչինչ չունի։ Վերջ, ինդուլգենցիա է։ Դու ասում ես ինքը քեզ վիրավորել է, վերջ, արա ինչ ուզում ես։ Որտեւ եթե մեկը մտածում է կարա վիրավորի ու պատասխան չստանա, չարաչար սխալվում է։ Հիմա այս խոսքերը ասած քաղաքապետը բանում, օրինական երկրում հերթական անգամ իրենք կհանեն տիեզերք, հա, տիեզերք, այսինքն ինչ նշանակում վիրավորանքի պատասխան ստանալ։ Ինչ վիրավորանք, ինչ պատասխան ստանալ, ամեն ինչին կարելի է ասել, հիմա ես վիրավորել եմ։ Դա դրանք ամբողջ թաղապետանոց ծեծեցին գնաց։ Սպանեցին, գցել են գոտին, կանգնել են վզին, քաղաքացու։ Վիրավորել է։ Բայց մեծ հարց եմ ուզում տամ։ Վիրավորման համար վիրավորում ես մարդու արժանապատվությունը, կարծեմ բան կա, չէ՞, քրեական հոդված կա։ Վիրավորելը դու պաշտոնական անձ ես, ֆիքսել է կամերան, շնորհակալություն։ Գնաց դիմում ես գերու, ոստիկանություն ասում ես կամերայի առաջ իմ արժանապատվությունը վիրավորող հայտարարությունն է, դու դատարանն է, քննի, տուգանելա կտուգանի, դատելա կդա։ Իսկ համասա չէ՞, ձևը, բայց չէ, այս վիժվածքները, ոյանց դրել են տղու տեղ։ Այս վիժվածքները սրանք դրել են իրաց տղու տեղ։ Որը մեկը մեզ վիրավորի, չարաչար պատասխան պիտի տա։ Ես ուզում եմ տեսնեմ սրանց դեմքը այն օրը։ Երբ իշխանության չլինեն։ Երբ իրանց տարօրեն փողոցներում, տարօրեն ուղղակի պատկերացնես կանչեն, ուսեն տարօրեն, պատկերացնեք Ավենյան Տիկոին ինչ կանեն։ Բայ ու ներ միլիցիանասիրը ինչ ինքը բանը կպայական է, իշխանություն չի կպատ։ Կամ հենց ինքն է սկսի տարօրել։ Ես այդ օրն եմ սպասում։ Մակ ասեմ, բայց իմ սկզբունքներին հակասում է, չէ՞ դա։ Չէ՞ որ ես օրենքի համար կռիվ տվող եմ, բան, նույնիսկ սրանց համար վաղը ոպիտի դատեն։ Հիմա սրանց ուզում ասեմ, գիտեք, ինչ որ լինելու է, ես չեմ հասցնելու։ Իմ նմանները որ օրենքի կողմ են, Նինա Կարապետյանցներ, Ներվե, որ Վագն խոզի, մոդը սկսել էին ծաղրել, բան, բայց չի կարելի նա մայրն է, բան։ Ասենք մի քանի հոգի կներվեն, կլնեմ ու կներվեն, բայց իրենք չեն հասցնելու ձեզ փրկեն, որտեղ մնացածը մտածել է, որ ձեզ հասնում է, որտեղ 7 տարի, այն ինչ որ դուք եք ասում, վիրավորել, դուք 7 տարի մի ամբողջ ժողովուրդ նվաստացել եք, դուք չեք վիրավորել։ Մի ամբողջ ժողովուրդ ֆիզիկապես, հոգեբանորեն, ինտելեկտուալ դուք ուղղակի նվաստացել եք։ Դա եղել է բռնություն, ինտելեկտուալ, ֆիզիկական, հոգեբանական բռնություն է եղել։ Բա դրա պատասխան ով է տա։ Դուք մտածել եք, հենց էլ ասած օրենքներով, բա մեկ այդքան անի միազգի նկատմամբ ու Մարսի,
ես Նինա Կարապետյանցը մնացած այդ մարդասերները իրական եւ ճակերտան որ չեն հասցնելու ձեզ փրկել ուղղակի։ Ասեմ ավելի։ Առանձնապես չեմ ներբելու դրա համար։ Կարող է տեղ նույնիսկ օգնել։ Մի ծանր բարդականություններ ին վրա վերցնել։ Դա չի բացառել։ Նա կարաչ։ Անունից այցելել են տուն երկու ոստիկան։ Զանգահարել են ինձ, ասել են հաստում ենք ձեր դռան դիմաց, բացել եմ երկաթյա դուռը ներս եմ հրավիրել կոֆե ուր է սիրել, որ հետները պետքա դուրս գան, անընդհատ դուրս էր գալիս հեռախոսով խոսում, ներս մտնել նորից։ Հետո մի խումբ ոստիկաններ մտել են ուժ են կիրառել տանես մեջ խփելով, չգիտեմ, չարթուխուր դանելով, որ տանեն ոստիկանություն։ Ասում եմ թողեք խեկը բռնեն ինձ, ասում եմ թող կանդալենք, ասում եմ ինչի համար կանդալես, որ ես կամավոր գալիս եմ։ Ու տենց տալն են ոստիկանություն, ոտքու ձեռս կանդալել, ոստիկանությունում սկոչով բերանս կապե, թափացիկ լայն սկոչով։ Գցե գետին ու քացիներով բանով սկսե հարվածել, թեքել, չգիտեմ, կոշիկի տակով դեմքիս հարվածել։ Ես մի բան ասեմ, գնացեք այդ Եղնիչերին նույնն ասեք։ Հոգեբանորեն ապացուցված բան է։ Նորմալ մանկություն ունեցող մարդը, որին ընտանիքում սիրել են, որին շրջապատում հարգել են, որը մասնագիտական ինչ-որ ձեռքբերումներ ունի, հա, կյանքում ինչ-որ բան հասել է, կյանքում Ատես չի ծեցում մարդը։ Կյանքում անգազի չի խփում։ Կյանքում մի քանի հորքով չեն հարցակվում մեկնի խոշտանգել։ Այս սաղ այն ինչ որ կատարվել է, տեսեք ոչ մեկին չեմ ճանաչում անուն ազգանուն թքած ունեմ իրաց վրա։ Բայց ես կարող եմ բոլորի անցած մանկությունը, պատանեկությունը, տան ինչ է եղել, ով ինչ է արել, փոքր ժամանակ իրան ինչ են արել, դրոսում ինչ են արել, ինստիտուտում ինչ են արել, գործի տեղը հիմա ինչ են անում, այն ինչ որ ինքը անում է, արել է այս մարդկանց հետ, իր ամբողջ կյանքում սկզբից տունը հենում են իրան արել, հետո հերը մորն արել, նույն ձեր իրան հետո դպրոցում են արել, հետո բակում են արել, ու սենց այս մարդը մեծացել է։ Հիմա էլ աշխատանքի տեղն են անում, հիշում եք այն պապացեի ժամացույցը։ Հիշում եք, չէ՞։ Դա իրանց աշխատանքային գրաֆիկներ, դա իրանց մասին է։ Հիշեցիք այս ժամացույցը։ Հիշեցիք, չէ՞։ Դա իրանց մասին է, այսինքն իրան մեջ այդ են անում։ Երբ որ նրանք հանկարծ դուրս են գալու ու գտնում են մեկին, որ ինքը պաշտպանված չի, այս ամբողջ մարզը, որ փոքր ժամանականից կուտակվել է, այդ բաճկանն են մեկի դեմքի վրա։ Գիտեք ինչ մեծ հեշտություն, մեծ բանա հերոսությունն է, երբ որ բերանը փակ է, սկոչով։ Ձեռքերը կանդալած է, ինքը գետնի վրա է, 6 հոգով կանգնում ես մեկի վրա։ Գիտեք ինչ մեծ, այդ ինչ մեծ հերոսություն է։ Գիտեք ամեն մարդ կարա անի։ Չէ։ Դա կարան անեն բացառապես դժբախտ, չկայացած ոչնչությունները։ Ոչնչություն որ ասում եմ, սա վիրավորելու համար չեմ ասում, էլի, սա տեսակ եմ ասում։ Ոչնչություն գիտեք որն է։ Ինքը ոչնչություն ավակի։ Ոչ որպես հայր է հայր լինելու կյանքում, որտեղ իրար մա վիժված պետք է մեծացնի, որպես ամուսին է լինելու կյանքում որպես կայացած բացառվում է, ոչ էլ որպես զավակ իր ծնողների համար։ Այդ տեսակը, եթե շատ է մի պետության մեջ, այդ պետության կորցանումը ապահոված է ուղղակի։ Ու ոչ մի դարդ պետք չի անել նման պետության կորցանման համար։ Ես ազնիվ խոսք եմ ասում, որովհետև նման մարդիկ, ոնց ասեմ, իրավունք չունեն ապրել։ Իսկ եթե իրանցից շատ են, այդ հասարակությունը ուրեմն բացի վնաս տալուց ուրիշ բան ունակ չի անելու։ Դրա կորցնելու համար դառնալ պետք չի։ Բայց ոչնչություն նայել։ Սա ֆինանսների նախարարն է։ Վայ Հովհաննիսյանն ասում, մենք Հայաստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։ Բա։ Դու գիտեք դες բան։ Հայաստանում ենք ավելի արագ, քան պարտք ենք վերցնում։ Այս երկու բառանոց նախադասության մեջ երկու հատ հակասություն կա։ Եթե Հայաստանում եք պարտք եք վերցնում։ Բայց ինքը վստահ է, որ իրան լսում են բացարձակապես իդիոտները։ Ինքը վստահ է, հիմա ԿՊ-ի նիստն է։
Մենք Հայաստանում ենք ավելի արագ, քան Պարսկի կղզում։ Ուղղակի այստեղ պետք է հասկանալ ովքեր են menքը, այդ menքն է կարևոր։ Եթե հասկանում եք ամեն ինչը գնա տեղը։ Menքը այս բaragայում պետությունը չի։ Իրանք են։ Չմտածեք այդ ասում մենք էդի պետությունն է, կամ ժողովուրդն է, ոչ։ Իրանք Հայաստանում են, պետությունը պարզ է վերցնում, այստեղ ամեն ինչը գնում է իր տեղը։ Պարզ է։ Իրանք ինքը ծնող չի ունեցել, իրան չեն ասել, արա սուտ խոսալ չի կարելի, վաղը սա դնելու են դեմդ, դեբիլ։ Դեբիլ ասեցին միտս ընկավ։ Սա էլ որոշել է, որ մամուլի ազատություն կա մեր մոտ։ Բա Amnesty International բանը, մարդու իրավունքների պաշտպան ինչքան կազմակերպություն կա, այս անկելով ֆիքսում են, ճանաչել է, որ Հայաստանը կիսաբռնատիրական արդեն երկիր է, ընդեղ համակարգային կոռուպցիա, դատարաններ չի աշխատում, օրենքներ չի աշխատում, բայց այս մոտ դեբիլ ասեցին միտս ընկավ։ Սա այն հովտեղը պատահական մնացած այն բանը հիշում եք այն մտքի անունը չէ, մի չի, բանջարեղենը, կարծեմ էդի բանջարեղեն էլ չի։ Այն որ հովտեղը մնում է, ուսս մեծանում է, մարդիկ չեն տենում, ու մեկ էլ սեզոնի վերջում բացահայտում են, որ մի հատ մեծ բան է գցած։ Դրան դդում են ասում։ Ասում մեծ դդում ինչ անենք։ Այսի բացահայտելը, որ Հայաստանում մամուլը ազատ է։ Հա, գիտեք։ Չգիտեք, իմացեք։ Հա։ Իսկ մամուլի ազատությունը լրագրողների կողմից մեկնաբանվում է սանձարձակություն։ Դուք ոչ միայն ազատ եք, դուք սանձարձակ եք արա։ Այդ ինչ հարցեր եք տալիս։ Այդ որ ազատ եք չի նշանակում որ պետք է սանձարձակ լինեք։ Հասկացաք, բայց դուք հանդգնում եք հարց տակ, մեկը բա չեք ասի ինչ եղա, մեկը հարցեր տվել բան ինչ է։ Մասվիրանին են հարց տվել։ Ինչ որ լրագրող հանդգնել են Մասվիրանին հարց տալ։ Սանձարձակություն լկտիության գաղտնակետն է, պատկերացնում եք։ Հա, ինչ անենք, որ մամուլը ազատ է, պետք է սանձարձակ լինել։ Սա այս դդումների քաղաքականությունն է։ Ոսես նայում եմ այն բանը, այն առաջին նկատելի աչքիս է գալի։ Այս էլի աչքիս է գալի։ Ինչքան մարդ է հիմա ասես մտածում, այո, լրագրողը իրավունք չունի սանձարձակվելու հարց տա։ Հա, իրավունք չունի։ Մյուր էլ գալու է բանի լրագրողներին հարց տալու համար են ծեծելու։ Հիշում եք բանին, Թոխմախի մեհերը սերի ժամանակ այն որ թերթիխ բաններ այն տղեն խեղճ նիհար ամնորացա։ Ասած կտամ բերանդ կջարդեմ կամերան կտամ կջարդեմ գլխի մեր մեհերն անում։ Չէ, մերը Թոխմախի մեհերն են միսիաներ։ Եթե հիշում եք գրեք, ես չեմ հիշում այդ բանը։ Նիհարն ասած վախեցել էր։ Մենք տեսել ենք այդ ամեն ինչը։ Մենք տեսել ենք, վայ, դա էլի ամնելու։ Ասեք, եթե հիմա կարեք 6 հոգով կանգնեք մեկի վրա թաղապետարանում կամերաներ առաջ մարդ ծեծեք, հետո հպարտանանք, որ դա որ թակուն չեն կարել։ Դա էլ է լինելու։ Վերջո կարող է մեզ էսա հասնում ժողովուրդ։ Էսել նայեք։ Այս ինձ հաստատ է դա հասնում։ Հորոստը նայեք, մի շարքի վրա կանգնած, արա բայց ուսած չասես, արա ու կանասուն չեք արա։ Այս չի մի շարքի վրա կանգնել։ Հիմա մենք այդ պապազեք հելեք, մենք ձերը համբյուրեք, կոշիկները մաքրեք։ Ու պատկերացնում եք տղամարդ են սրանք, սրանք ինչ որ մեկի ամուսինն են, մեկի հայրն են, մեկի զավակն են, մեկի այնգե տղամարդ են սրանք, շարք են կանգնել, շարք, որ ցեղասպանը իրաց բարև տա, շարք ընդ ոստիկան կա մեջը։ Ազնիվ խոսք եմ ասում, ժողովուրդ ջան, ես չափազանցություն սա չի, ես եկել եմ ես եզրակացություն, եթե այս պարագայում միասից Իսկանդերն գնի սենց վերացնի սրան, չարժի ափսոսալ, հասկացեք, պետությունը, մարդկությունը, քաղաքակրթությունը առավելևս ոչինչ չի կորցրել, հասկանում եք։ Ոչինչ չի կորցրել, սա անասնաֆերմա է։ Ասում, այս սրանք գիտեք ինչ են, ով է եղել սպանդանոցներում։ Եվ բանով տեսած կլնեք։ Ինքը սենց կանվեյերը, բանը
հետևից բրբրթելով դիմացինին տանում են դեպի բան։ Սպանանոց։ Խոս կլինի, ոչխար կլինի, կով կլինի, ինչ որ է, հետևից բան են անում, մի հատ թողում են, ցած բրբրթում են առաջինին, տանում են դեպի բան։ Սրանք հերթի մեջ կանգնած նույն սպանդանոցն է, նույն անասնաֆերմա։ Բայց հարց եմ տալի, ես պետք է դարդ անեմ, ազնիվ խոս դարդ չեմ անում։ Կմտածեք հային հայ չեն։ Եթե սրանք հայ են, ուրեմն ես հայ չեմ։ Լավ մասն։ Սա էլի մասեք Վարսելի ամերիկյան ընկերություն, որ իր PR-ն անեն։ Պատկերացնում եք, սա պետության հաշվին $50,000 ամսական փող է տալի, ինչ որ ընկերություն, որը ժամանակին թուրքերի PR-ն է կազմակերպել, հələ դե մի կողմ։ Չնայած կարող է թուրքերն էլ խորհուրդ են տվել, կարող է փողը թուրքերն էլ տալիս են, կարող է 50,000 սա է տալի 500,000 նա են անում, բայց սա թվում է, որ Վաշինգտոնում մեկին 50,000 փող տվեց իր PR-ը անելու համար։ Հայաստանի ապօրի դա Նիկոլին է։ Հայաստանի ապօրի Նիկոլին չի։ Քեզ Վաշինգտոնում PR կանեն, թե PR չեն անում։ Ասեմ ավելին, Վաշինգտոնում է որ հարցեր լուծողը, իրա Նիկոլին էլ չի, քեզ PR անում են, թե PR չեն անում։ Որտեվ $50,000 PR-ը Վաշինգտոնում, դա ոչ մի բան։ Բացարձակապես ոչ մի բան է։ Ազդեցության իմաստով եմ ասում, այն։ Բայց քո PR-ը, ամենամեծ PR-ը, հեսա Արամ Սարգսյանն անում է, դու անում ես, Խոզի դեմքով են անասուն անում է, բոլորդ անում եք, մնաց PR եք անում, որ բոլի դեմ հնարավոր չի 50,000 դեմը առնել այդ ամեն ինչի։ Ուղղակի իմացեք, որ այս տականքը Հայաստանի փողերից, բյուջեից իրա PR-ի համար փող է ծախսում։ Դու չկաս տղա։ Դու մեռել ես, բայց քեզ չեն ասում, որ տրամադրությունը չընկնի։ Արտուր Վանեսյանը երևի հիշում եք բոլորը։ Ինքը կյանքում մի հատ խելոք բան ասում, երբ որ դուրս էր գալի, սրան բնութագրեց, որ հախուռն անմտածված չկառավարվող երևույթ է։ Երևի դուք հիշում եք 19 թվականին շատ քչերը կմտածեին, որ դա այդքան ճիշտ է։ Ասում Արտուր Վանեսյանը կյանքի մեջ մի հատ խելոք բան ասել, դե ամեն դեպքում դպրոց անցել չեկիստի, դե իրանք բան զեկուցագիր են չէ գրում, ասենք բնութագիր են գրում, զեկուցագիր են գրում, մարդ դե ամեն դեպքում ինչ որ մի դպրոց անցել է, այլ այդքան բանը երևի լավ է սովորել, ոնց կարելի է Նիկոլ Փաշինյանին բնութագրել։ Դե այն ժամանակ 19 թվին ինքը ավելի շատ է շփվում Փաշինյան Նիկոլ այդքան հանրություն է, չէ՞։ Այսինքն ոչ ֆորմալ վիճակներում նա տերմին է, որ ինքը գործ ունի ոչ թե հախուռն անկազմակերպ, այլ տոտալ շիզոֆրենիկ վիժվածքի հետ։ Հիմա ինչ է գրում նույն Արտուր Վանեսյանը։ Ոչ թե ինքի հեղինակությունն է իր ասած ինձ հետաքրքիր է, չէ, ուղղակի մի հատ խելոք բան ասել է։ Սա մտածեցի կարդամ տնամ, այս անգամ ինչ է ասել է։ Վերջն եմ ուզում կարդամ։ Այս իշխանությունը հասկանում է, որ իրենց իշխանությունից հետո որևէ շանս չունեն մեր երկրում ապրելու։ Վստահեցնում են, որ նաև ԿՊ-ի շարքերում կան պատգամավորներ, որոնք եւս հասկանում են դա, որ Նիկոլ Փաշինյան վարչապետը չարիք է եւ լրջագույն սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը գոյության համար։ Հիմա սա էլի գալիս է այստեղ, էլի գալիս է նույն թեմայի մեջ, նույն էլի իմպիչմենտի հարցն է։ Ինքը պարզ ասում է Նիկոլ Փաշինյանը սպառնալիքա ԿՊ-ի ներսում են հասկանում։ Դրա համար են Քոչարյան Ռոբերտը դաշնակների ձեռքով ամեն ինչ անում է, որ հանկարծ այդ իմպիչմենտի գործընթացը չսկսի։ Բայց որ տեսան հայոյանքը շատ է, հիմա ասում են մենք դեմ չենք, բայց պետք է ցույց տաք այդ 8 հոգին առնվազն, որպեսի բան անցնի, թե ինչի 8 չհասկացա։ 8-ն էլ են չի։ Այսինքն դες ընդամենը 2 ձայն է պետք, որ դա մտնի քննարկման, հա? 2, ինչի 8 չհասկացա։ Դա դուք պետք է աշխատեք։ Բայց նույնիսկ դա չեն ուզում փոխել։ Ինչի, որովհետև Արտուր Վանեսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ ես եք ասում եմ, որ եւ որ նայում սանց գործողությունները, գալիս եմ եզակացության, որ վստահ չեմ, որ ԿՊ-ականները այդ նախագծին կողմ չեն քվեարկելու։ Գիտեն իրանք էլ գիտեն, ասում ամեն մեկը չի պատրաստ Ժորժ ջան Նիկոլ Փաշինյանի հետ մեռնելու։ Ամեն մեկը չի։
Հա, մարդիկա չի ուզում Նիկոլ Փաշինյանը հետ մեռնի։ Ինքը հասկանում է, որ կարող է ինքը մեղք ունի, բայց կարող է 1-2 տարի նստի, դանով վերջանա գնա։ Կա, որովհետև ասին ճիշտ է, մանավանդ դեպուտատների մեջ, կամ անուն են, որ ընդհանրապես չենք էլ լսել։ Չենք էլ լսել։ Կան ակտիվ տականքներ իհարկե, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր կողմերում պետք է նստեն, սենց բոլոր կողմերում, հա, բայց մանդեղ քպեականների մեջ դեմքեր կան, որ այս ամենը չենք էլ լսել։ Իրանք հո հասկանում են, որ սրա խաթր չարժի երևի դժողքի բաժին դառնա։ Այնքան ուժ չունեն, որ դուրս գան, բայց թաքուն կանեն եւ կողմ քվարկեն սրան իմպիչմենտ անելու գործի եւ ամբողջ Հայաստան դաշինքը փաստացի դառնա Նիկոլ Փաշինյանին դավաճան։ Իսկ իրանք, վայ, իրանք չեն նշանակեն, որ Նիկոլ Փաշինյանին դավաճան են։ Արտուր Բանեցյանը դա է ասում։ Այո, դե մարդիկ կան, որ հասկանում են, որ սա չալիք է։ Նույնիսկ իմացեք այդ իմպիչմենտի գործընթացը Ռոբերտ Քոչարյանը ինչի է բանանում։ Չեղարկում։ Մի խոսքով, սես միայն բան է եղել, ուրեմն 2024 թվականին մի տարի առաջ, հունիսի 22 Երևանի առաջադատի դատարանի շենքից դատական նիստի ընթացքում բարի բուն իմաստով ճեմելով դուրս եկավ եւ փախուստի մեծ Հայաստանում ձերբակալված եւ ԱՄՆ իրավապահների կողմից հետախզվող ՌԴ քաղաքացի Օլեգ Նեվեդովը։ Պատկերացնեք, ինչ են արել իրանք։ Ուրեմն Արտուշ Գաբրիելյանը պետք է գնա որոշում կայացնելու, անենց են անում, դուրս են գալի քննարկման, բայց որոշում էլ չեն կայացնում, այս բանը ձերբակալվածի կարգավիճակը բոլորովին հասկանալի չի, սա հիմա ձերբակալված է թե ազատ է։ Սենց կիսամ վիճակով սա գնում են դիտավորյալ հանգստանալու, այսին փախնում է դատարանի շենքից։ Ու միջև հիմա չեն գտնում, ասեմ ավելի, ոչ միայն չեն գտնում, նայի դիմում են, որ բան արեք, ինֆորմացիա տվեք, ուր ասա, ներքին գործերի նախարարությունը չի պատասխանում, պահում է այս փախածի գտնվելու վայրը գաղտնիքի մեջ։ Չի տալի ոչ մի ինֆորմացիա, որոնման մեջ է, որոնման մեջ չի, գտել են, թե չի գտել, ոչ մի բան չեն պատասխանում։ Ոչ մի բան չեն ասում։ ՆԳՆ ասում եմ, միամիտ ձերբակալել են Ամերիկայի պահանջով, այս հանցագործին, սարքում են փախնում է ու ինֆորմացիա չեն տալի, ուր է դա։ Ասեք, օրինակ, որոնվում է արդեն մի տարի է, հա, բայց չեն գտել։ Չէ, դա էլ չեն ասում։ Ասում են դա գաղտնիք է։ Դա Նեֆեդովի անձնական բանը, այս փախածի, հանցագործի անձնական գաղտնիքը պահում է Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։ Ու դուք սա ասում եք պետություն, հա։ Ժողովուրդ ջան, այս Հայաստանի Հանրապետության մասին ով խոսում է որպես պետություն, պետականություն, էլի գալիս են այս նկարին։ Դուք ձեր դիմաց տեսնում եք սրան։ Կարող է ինքը գեղեցիկ կոստյումով է, հա, կարող է ինքը համոզիչ է խոսում, բայց Հայաստանի Հանրապետության մասին ով խոսում է իրավական, օրինական պետության մասին, որի ընտրված լեգիտիմ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Դուք ձեր դիմաց տեսնում եք սրան։ Այս սրան։ Եթե նա ձեզ մի օր դավաճանի խապի, ինքը չի մեղավոր, դուք եք մեղավոր։ Ես ես ասում եմ, այս ինչ որ կա կոչվում Հայաստանի Հանրապետություն, դա իրավական, լեգիտիմ, իշխանական, ոչ դա պետություն չի։ Դա ուղղակի մեկի եթե ասեն լավ են կարել ծեծել ենք որտեղ ռուսամոլ է, դա այնտեղ չի կարա։ Հա, տունը տվել ենք Թուրքին, բայց չենք ասում ինչ հիմքերով, դա պետություն չի, ժողովուրդ ջան։ Հա, դուք ձեր դիմաց տեսնում եք այս խոզին։ Հայ, ուրեմն հայկական բնապահպանական ճակատը տարածում է, ասում է, ինչու չեք տարածում են ինֆորմացիան, որ ամուսարը հանգացնելու հայկական 5 բանկերի բանակցությունները ձախողվել են։ Հիշում եք այս պատմությունը։ Ուրեմն այս նույն Նիկոլի Հարճ ժամանակ համատեղության կարգով Վազգեն Սարգսյանի ախպեր Արամ Սարգսյանը, որ գոռում էր, կոկորտը ճղում էր, ասում էր պետքա, այս հանքը շահագործելը պետքա տանք թուրքերը պետք տանեն։ Պատկերացնում եք թուրքերը ոսկի պետք տան, թուրքն թողեն հայերին։ Արամ Սարգսյանը սրա ջատագովն է։ Բայց թուրքերը դրա փողն էլ չունեն։ Այդ փողը քանդելու պետք է հայկական բանկերը տային $150 միլիոն։
150 միլիոն դոլար հայկական բանկերը չեն տվել, գիտեք ինչի, որտեղ դատարանը որոշել է, որ դա չի կարելի անել։ Բայց կառավարությունը ասում է չքած ունեմ դատարանի որոշման վրա, փողը դրեց, որոշում ընդունեց, որ դա պետք է անի։ Հիմա բանկերը ասում են մի վարքյան ընկերություն։ Մի տարեց ընտրությունները դուք կարաք էլ իշխանություն չնեք։ Դատարանի որոշում կա, որ սա հակաօրինական է։ Ես այդ 150 միլիոնը որ տամ, վաղը դուք իշխանություն չեք, այդ 150 միլիոնը ինձ ով է հետ տալու, չեն ասի, այն ինչ է։ Դու փաստորեն հանցագործություն ես հովանավորել։ Դատարանի որոշումը կա, որ դա անօրինական է։ Դու փող ես տվել, որ դա իրականացնեն։ Բայց քեզ ինչ փող։ Ոչ միայն քեզ փող չի ասում։ Դու նաև հանցագործ ես։ Հիմա բանկերը հասկացել են, որ ամեն դեպքում դե փող քաղցր բան է, չէ՞։ Դա աստարավություն չի, որ դնեն փախնեն։ Փող է։ Համաձայնության չեն եկել։ Ուսումնասիրի լրությունը։ Ցայն կա։ Մի խոսքով, իմացեք, որ տեսեք մի տեղ կա, որ փողը խելացի գտնվեց։ Սա ասեմ, Նիդերլանդերում սպանվել է Ջեմիլ Օնալ ազգան անունով քուրդ գործարար, որը Վիվարոյի Վիգենի օժտարն է, գործընկերը, Վիվարոյի Վիգենի։ Ուրեմն մի հատ բանը հետքը բան էր, մեծ հետաքննություն է տարածել, որ Հայաստանում խաղային, հիշում եք, չէ, 2027-2037% աճած, 2037% աճել է։ Այդ հանցագործ բիզնեսը դրա ղեկավարը, դրա տերը Վիգենն է, որը աշխատում է համատեղ թուրքերի հետ եւ նման բան են բացել անօրինական նաեւ Թուրքիայում, որը այս մի մասով կազմված է այս մարդը։ Նախքան իսպանությունը այս մարդը Օնալը նախազգուշացել էր իշխանություններին, որ իր կյանքը վտանգի տակ է, քանի որ տեղեկություններ ունի թուրք քաղաքական գործիչներին ենթադրյալ ապօրինի շահումով խաղեր կազմակերպող սինդիկատի կողմից տրված կաշառքների մասին։ Նիդերլանդների ոստիկանության խոսնակ մի խոսքով հայտարարել է, որ սպանված Ջեմիլ Օլանդն է սպանության հանգամանքների կասկածանների հետաքննություն մի խոսքով քննարկանի մեջ է։ Հասկացեք։ Սա ասել է, որ ինձ վտանգ է սպառնում, որ այս հայ-թուրքական համատեղ բիզնեսի մեջ Թուրքիան դա անօրինական է, իսկ Հայաստանից 26 տրիլիոն, հիշում եք, ասում եք, ժամը 2 միլիոն խաղադրույք հավաքում, ամեն օր, ամեն ժամ, 2 միլիոն դոլար Հայաստանում խաղադրույք հավաքում։ 2 միլիոն դոլար, այդ սոված երկրում։ Նույնը Թուրքիայում է, հայ-թուրքական բիզնես է դա։ Թուրքիայում դե բանը իշխանություններից կամ մեջը խառնված։ Սա հայտարարել է ու Նիդերլանդերում սպանված։ Հասկացեք Փաշինյան Նիկոլին ինչ մակարդակի վրա են պահում։ Վիգենա մեջը, Ալեննա բնականաբար մեջը, դե Նիկոլ, ասեմ, Նիկոլի պաշտպանը, այսօր պաշտպանությունը դրված է թուրքերի վրա։ Թուրքերն տվել են իրենց ադվոկատներին, ասել են $50,000 թուրք PR-ը։ Էս չի մեկ էլի։ 50,000 ուս քիչ PR պետք է անել։ Մի 50,000 էլ տեղ են։ Այդ PR խումբը, այդ ախր ես չեմ պատկերացնում լուրջ PR խումբ, որ 50,000-ով աշխատի։ 50,000-ը դա ոնց ասեմ, 4 հոգու աշխատավարձ է։ Շատ ասեց։ 2 հոգու աշխատավարձ է, իրեն իրոք լավ PR-շիկ է։ 3 հոգու, լավ, մի հատ էլ ասենք աշխատավարձ բանենը։ 3 հոգին հետ ինչ PR պետք է անել։ Սա հիշեցնեմ։ Մեկնեք։ Немцы присутствуют на параде. И, кажется, маршал Тимошенко, народный комиссар обороны Сталина, приветствует их с большим уважением. Ես ասեմ ինչի մասն է։ Սա Տիմոշենկոն է, Հիտլերը, ֆաշիստներին է, այսենց պատվով ողջունում, սա նայեք։ Սա 1941 թիվ պատերազմից իրացած հայրենական ընդամենը ամիս ու կես առաջ մայիսի 1 ֆաշիստները, նացիստները Կարմիր հրապարակում ռուսների հետ համատեղ ընդունում են պարադը։ 41 թիվ մայիսի 1 ընդ որում ասեմ, այս ընթացքում արդեն իրենք համատեղ գրավել են Լեհաստանը, Չեխոսլովակիայի մի մասը, Գերմանացիները գրավել են Փարիզը, Ֆրանսիան,
Ռմբակոծում են Լոնդոնը, ռուսները ֆաշիստներ, իրանք միջև հունիսի 22-ը իրանք եղել են դաշնակիցներ, ռուսների սիրողներ, ես ձեզ սա որպես փաստ եմ ասում, տեսակ ես նկարները, ռուսերեն հասկանում եք, չէ՞ մի հատ էլ նայեք, եսի Վարդան Հակոբյանը չի ասում է, սա քրոնիկ պատմական բաներ է ասել։ Տեսնում եք, չէ՞ որ սրանք նացիստներ են։ Տիմոշենկոն պաշտպանության նախարարն է Ստալինին։ Ինքը սենց դիմավորում է։ Ես որ ասում եմ, միջև պատերազմի սկիզբը, միջև հունիսի 22-ը Գերմանիան եւ Սովետական Միությունը եղել են դաշնակիցներ, միասին գրավել են Եվրոպան, այտենց եղել պայմանագիրը, պայմանավորվածությունը։ Բանը կիսել են արդեն, փաստացի, կիսել են։ Այս պահով Լեհաստանը Ստալինը փորձում է գրավել Ֆինլանդիան, ծեծաղատում ունեղ չի կարողանում հետաքաշվել 39 թվականից։ Իրանք արդեն Գերմանիան բայց այն կողմի հաջողություններ ա ունենում, մտել է Ֆրանսիա եւ ռմբակոծում է Լոնդոնը։ Ստալինը սպասում է միջև այնտեղ պետք է լավ ջարդեն բանին, մի կողմից այստեղ դիմավորում է իրանց բարբառը, բայց այնտեղ սպասում է որ գերմանացիները կջարդեն այդ ներողություն, անգլիացիները կթուլացնեն գերմանացիներին, որ ինքը սովետական զորքերը, որոնք արդեն բանում են, Լեհաստանում են, արդեն կայացել է, արդեն ամբողջ զինվորականներին, բժիշկներին, մանկավարժներին Լեհաստանում ում գերի են վերցել, բերել են, թաղել են Կատինի անտառներում, կոտորածը ցեղասպանությունը լրիվ ընթացքի մեջ է, ոչ մի խնդիր չկա, մեր բարձիկան գրաված է արդեն, իրանք սպասում են, որ պետք է 41 թվականի արդեն հունիսի վիճակով, որ բրիտանացիները պետք է ջարդեն, թուլացնեն գերմանացիներին, որ Հիտլերը, Ստալինը ի վերջո իրականացնի ինտերնացիոնալը, գրավի Եվրոպան ուղղակի, նստած սպասում են համատեղ պարադ են անում, բանն էլ գիտի, չէ, Հիտլերն էլ գիտի, որովհետև ինքը չհարձակվի, նա է հարձակվել։ Իսկ Ստալինի ամբողջ տեխնիկան, զինված ուժերը ուղղված էին ոչ թե պաշտպանական միտումի, այլ հարձակողական զենքերը, զինատեսակները, ամբողջ բանակը հարձակողական տրամաբանության մեջ էր։ Դա երբ որ հարձակվեցին իրancs վրա, անպատրաստ էին։ Բոլոր բնական բնագծերը ջնջված ու ջարդված են, որ տեխնիկան արագ գնար հասնել Եվրոպա։ Սա էլ չափազանց ռուսների սիրողների համար եմ ասում։ Ժողովուրդ ջան, 41 թվականին Հիտլերը իր բասագույն սպայակազմով հրապարակում, այսօր նույն հրապարակում Նիկոլ Փաշինյանն է դիմավորելու բանը, պարադը Պուտինի հետ, որտեղ նացիստներն են, որտեղ բանի Ալիևի զորքերն են իրենց բաներով մենալու, հա։ Այս վիդեոն ոնց որ արդեն ջնջել են, ցերեկը կար։ Մի խոսքով, Երևանու տարածքում հարցումներ էին անցկացնում, ով է Նիկոլ Փաշինյանը։ Աշխարհի վերջի հայհոյանքներով։ Դրա համար սա ընդհանվում է, թե իրեն PR-ը ապետ, բայց այդ PR-ը չգիտես ինչի իրան ասել են քեզ Վաշինգտոնում ապետ, չէ, չի վա։ Վաշինգտոնում քեզ PR-ը չի փրկելու։ Լսենք այս աղջիկը։ Հարգելի վարչապետ, ես չգիտեմ դուք որտեղից եկաք մեր ազգին ղեկավար որպես, բայց ձեր հայրը ճիշտ էր ասում, որ դուք հոգեկան հիվանդ եք, ժողովուրդը ինչա ձեզ ընտրել որպես վարչապետ։ Դուք էլ նույնպես դիվանագիտությունից շատ հեռու մարդ եք, նույնպես չունեք ինչ-որ միջնակարգ կրթություն, դուք անգրագետ եք, էլ չեմ ասում այն ամեն ինչը, որ դուք 20 թվականին այդքան անմեղ երեխու գլուխ կերաք, ամոթ չեք անում 10,000 զինվորի գլուխ կերաք, դեռ չեմ ասում, որ 4-5 տարի անհետ կորացնելու գերիներ կան, Ադրբեջանի դատարաններում տենում եք, ինչ են անում մեր երեխեքին, ամոթ է, 1000 ամոթ, թքեմ ձեր երեսին, այսքան բան։ Դե հիմա գնալ, քո PR-ը Վաշինգտոնում ալա վիժվածք։ Եվ հաղորդման վերջում ուզում եմ կարճ այս մասին խոսել։
Սա Արցախի կամերային նվագախումբն է, Երևանի կոնսերվատորի օպերային ստուդիայի բեմն է, կարծեմ սա, եթե չեմ սխալվում, ամենևս ինձ տենց է թվում։ Դիրիժորը Նարեկ Ախնազարյանն է, իմ դասատու շատ սիրելի դասատու Սուրեն Ախնազարյանի որդին, փոքր որդին, 3 տղա ունի, միշտ եկնել է դիրիժոր։ Իսկ Նարեկը լավ է, ֆանտաստիկ տանջտակար է եւ մենակատարն է Սերգեյ Խաչատուրյանը։ Փաշինյան Նիկոլ, ինչ ուզում ես արա, Արցախի հետքը, ասում է հերատել պապուտ հետ ձեռը բռնած գա, դուք չեք կարա։ Դες Սերգեյ Խաչատուրյանին աշխարհարչակ ջութակար է։ Ինքը աշխարհում թոփ ինչքան արկես տրկա ու դիրիժոր կա սա հետ նվագել է։ Ու նվագում է։ Իրան ոչ մեկ, ոչ մի բան չէր կարող ստիպել, բացի սեփական ցանկությունից գալ Արցախի նվագախմբի հետ անվագել։ Նույնն է Նարեկին։ Քեզ ինչ ուզում ես պատերով դու, սենց շորերը ճղի, մազերը ճղի, հա, ինչ ուզում ես արա։ Ասում եմ պապատել, որ հորը ձեռը բռնած գա, չնայած ասում են այդ նորմալ մարդ է եղել, ասկացել, ասել ես վիժվազքին ում, չեք ուզում նա սարքին ձեր նախ վարչապետ։ Մեղք եք։ Բայց մեկը չեք կարողանալու Արցախի բանը հանել մարդկանց մեջից։ Ինչքան ուզում է Սավեր Շահրամանյանն ու Վիտոներ խաղնեք մեջտեղ, որ մարդիկ սկսեն հայոյել արցախցիներին, մեկը հայ մարդը հասկանում է, ով արցախցին, ով ես դու, ով են մնացածին, ով են այդ հանցագործ, ովքեր են հանցագործ օլիգարխները, այդ նույն տականքները ոնց որ կան Հայաստանում, եւ դրանք հասարակ ժողովուրդը ոչ մի կապ չունեն, որ հայաստանցին որ նայում ես, հիմա ասես հայաստանցիների կներեք բարիս համար, հա, Հայաստանում ապրող հայերին ովքեր են ղեկավարում, նույն որակի տականք չեն ղեկավարում, Արցախում էլ ինչ տարբերություն։ Ընդ որում ստեղից Հայաստանից նշանակված նույն մեխանիզմները, նույն սխեմաները, մի խոսքով։ Հատուկ շնորհակալություն Սերգեյին ու Նարեկին։ Իհարկե գիտեմ, որ այս ամեն ինչի թիկունքում կանգնած է նաև Ասմիկ Պապյանը, Տիկին Պապյան, Ասմիկ ջան։ Շատ շնորհակալ եմ քեզ, նաև բոլորին, ովքեր օժանդակել են, աջակցել են այս միջոցառման համար։ Ես միշտ ասել եմ, ովքեր կարող են օգնել Արցախի կոլեկտիվներին, որտեղ գիտեմ դե ժողովրդի անսամբլ կա, երգչախումբ ունեն, ամարաս, հա։ Ես այս կամերայի նվագախմբի հետ շատ եմ հյուրախաղեր եղել։ Ես իրաց մի մասնիկն եմ, իրենք շատ հարազատ են։ Դրա համար ես որ Արցախի մասին այսքան ջերմ եմ խոսում, դուք մի զարմացեք, ես այդ իմն է, Արցախն իմն է։ Իմն է, ես ուզում եմ կավարել դա։ Դա ոնց որ մարդուն ասեմ պատի քո հայրենիքին չես սիրում։ Ամենահիմն հարցը կլինի։ Արցախն իմ հայրենիքն է։ Ու բոլորը ովքեր օժանդակում են ինչ որ ձևով արցախցիներին օգնելու, անունը պահելու շրջանառության մեջ, մարդկանց այս խմբերը, կոլեկտիվները աշխատանքի մեջ պահելու, բոլորին շնորհակալ եմ։ Եթե մարդիկ կան, որ կարող են ինչ-որ ձևեր օգնել իրենց, արտակարգ գործարած կնեք։ Այս նոտայի վրա ուզում ավարտեմ այսօրվա հարթումը, լավ մնացեք։